14-ամյա աղջիկը փախել էր տնից եւ մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Տևական ժամանակ տնից բացակայող իրենց երեխայի մասին նրա ծնողները հարազատ մայրն ու մոր հետ փաստացի ամուսնական հարաբերություններում գտնվող տղամարդը անհանգստացան միայն այն ժամանակ, երբ երեխայի բացակայության պատճառով չկարողացան ստանալ նրա համար նախատեսված նպաստը։ Թերևս ավելի շատ հենց այս գումարի պատճառով էլ նրանք ստիպված դիմեցին նաև իրավապահներին, իրենց դստերը Լեռնային Ղարաբաղից հետ բերելու խնդրանքով։ Բայց երբ որ արդեն ոստիկանությունը նրանք բողոքեցին եւ մենք գործի նյութերը նայեցինք, հետագայում նաեւ երեխային Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղափոխվեց երեխան Երևան եւ արդեն իրավապահ մարմինների մոտ նա բացատրություններ տվեց, որ իր Լեռնային Ղարաբաղում գտնվելու պատճառը հենց եղել է Էդիկ Թամազյանի կողմից դրսևորած վարքագիծը եւ նա մանրամասն արդեն բացատրություններ տվեց, թե 2011 թվականի փետրվարից մայիս ամիս ընկած ժամանակահատվածում Էդիկ Թամազյանի կողմից ինչ գործողություններ են կատարվել։ Աղջիկը մեծացել էր առանց հոր, մանկության մասին հուշերի փոխարեն ուղեկից ունենալով աղքատությունն ու թշվառությունը։ Մայրը հաճախ էր երեխային գրկած օրվա ապրուստի փող մուրացել փողոցում, իսկ երբ աղջիկն արդեն մեծացել էր, այլևս ամաչել էր ուղեկցել մորը մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում։ Մայրը նրան ընդունել էր գիշերօթիկ դպրոց, որտեղ շաբաթվա ընթացքում երեխան ապահովված էր թե սննդով եւ թե ջերմությամբ, իսկ հանգստյան օրերին վերադառնում էր տուն։ Այդ օրերն անցկացնում մոր հետ, այդպես մինչև 2011 թվականի փետրվար ամիսը։ 2011 թվականի փետրվարին երեխայի մայրը Լուսիկ Գրիգորյանը սկսել էր բնակվել Էդիկ Թամազյանի հետ։ Անծանոթ տղամարդու ներկայությունը տանը անչափահաս աղջկա համար սակայն ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական ճնշումների պատճառ դարձավ։ Լարվածության պատճառը եղել է այն, որ Էդիկ Թամազյանը ստիպել է, որպեսզի երեխան զբաղվի մուրացկանությամբ եւ վաստակած գումարները բերի եւ հանձնի իրեն։ Երեխան ամաչելով դրանից, քանի որ ունեցել է դասընկերներ, ուսուցիչներ, ամաչել է, որ նրանք կարող են իրեն տեսնել մուրացկանությամբ զբաղվելուց եւ հրաժարվել է զբաղվել մուրացկանությամբ։ Բայց Էդիկ Թամազյանը մտադիր չէր հաշվի նստել երեխայի կարծիքի հետ։ Նրա միջոցով գումար վաստակելու հեռանկարից ոգեշնչված նորահայտ հայրը պատրաստ էր ամեն ինչի։ Այն դեպքերում, երբ որ երեխան հրաժարվել է զբաղվել մուրացկանությամբ, Էդիկ Թամազյանը նրան ծեծի է ենթարկել կամ էլ սպառնացել է, որ նրան տնից դուրս կհանի, նրան սնունդ չեն տա եւ այդպիսի սպառնալիքների եւ բռնության ազդեցության տակ երեխան ստիպված զբաղվել է մուրացկանությամբ։ Մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում երեխայի կողմից վաստակած գումարները ամբողջությամբ վերցվել են Էդիկ Թամազյանի կողմից։ Եղել են դեպքեր, երբ որ երեխան դուրս է եկել մուրացկանությամբ, զբաղվել է մուրացկանությամբ, գումար է վաստակել եւ փորձել է խաբել Էդիկ Թամազյանին, նշելով, որ ինքը այդ օրը գումար չի վաստակել, բայց Էդիկ Թամազյանը սկսել է ստուգել երեխայի շորերը, պայուսակը եւ հայտնաբերել է այդ գումարները եւ նորից ծեծի է ենթարկել երեխային իրեն խաբելու համար։ Ավելի ուշ արդեն նախաքննության եւ դատաքննության ընթացքում խորթ հոր այս անմարդկային վերաբերմունքի մասին իրավապահներին պատմեց ոչ միայն երեխան, այլ նաեւ նրա ամենօրյա տառապանքներին ականատես դարձած հարևանները։ Էդիկ Թամազյանի կողմից կատարված արարքները հիմնովին ապացուցվեցին, ինչպես նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներով, այնպես էլ դատաքննության ընթացքում վկաների կողմից նույն ցուցմունքները հնչեցին, որ իրենք տեսել են, որ Էդիկ Թամազյանը ծեծի է ենթարկել, տեսել են երեխայի ոտքերի, ձեռքերի վրա կապտուկներ, այսինքն դրամով հիմնավորվեց, որ Էդիկ Թամազյանը բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ եւ այդ բռնության արդյունքում է, որ երեխան ստիպված է եղել զբաղվել մուրացկանությամբ եւ վաստակած գումարները հանձնել Էդիկ Թամազյանին։ Դստեր տառապանքներին ականատես մայրն անկարող էր եղել պաշտպանել նրան։ Լուսիկ Գրիգորյանն ինքն էր դարձել ամուսնու բռնությունների զոհը։ Էդիկ Թամազյանը նրան նույնպես ստիպել էր զբաղվել մուրացկանությամբ եւ վաստակած գումարը հանձնել իրեն։ Մայրը նույնպես ինչ-որ չափով վախեցել է Էդիկ Թամազյանից եւ չի կարողացել միջամտել նշված գործողություններին։ Դա է եղել պատճառը, որ մոր կողմից որևէ գործողություն չի կատարվել, որպեսզի ետ պահի իր երեխային մուրացկանությամբ զբաղվելու։ Ամեն ինչի պատճառն է եղել է Էդիկ Թամազյանի դրսևորած վարքագծին, այն բռնություններից, որը նա կիրառել է
երեխայի նկատմամբ եւ մայրը ի վիճակի չի եղել որևէ ազդեցություն ունենալ Էդիկ Թամազյանի վրա։ Բայց Էդիկ Թամազյանն այսքանով չի բավարարվել։ Նա որոշել էր ավելի հեռուն գնալ եւ գումար վաստակել նաեւ անչափահաս աղջկա սեռական շահագործման ենթարկելու միջոցով։ Դրա համար նա աղջկան խաբեությամբ տարել էր Երևանյան լճի շրջակայք, որտեղ ծանոթացրել էր մի երիտասարդի հետ եւ պատվիրել կատարել նրա բոլոր ցանկությունները։ Մեր անչափահաս երեխան, հասկանալով, որ խոսք պետք է գնա արդեն սեռական հարաբերությունների մասին, այդտեղից դեպքի վայրից փախուստի է դիմում եւ փաստորեն իր կամքից անկախ պայմաններում Էդիկ Թամազյանը չի կարողանում երեխային նաեւ սեռական շահագործման ենթարկի։ Իսկ մինչ այդ Էդիկ Թամազյանը ինքն է անառակաբարո գործողություններ կատարել իր անչափահաս խորտ դստեր նկատմամբ, ինչի մասին աղջիկը հետագայում եւս պատմել էր իրավապահներին։ Եղել է նաև դեպք, երբ որ երեխան եւ Էդիկ Թամազյանը միայնակ են եղել տանը, Էդիկ Թամազյանը անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ, նա շոյել է նրա ոտքերը, կրծքերը եւ այլն, եւ այս բոլոր գործողությունների համար Էդիկ Թամազյանին առաջադրվել է մեղադրանք։ Կյանքի այսպիսի պայմաններին չդիմանալով աղջիկը մեկ անգամ չէ, որ փախել էր տնից, ապաստան գտնելով հարևանների դասընկերուհու տանը, բայց ամեն անգամ մայրը գնացել եւ վերադարձրել է նրան տուն, ինչից հետո խորթայրը դարձյալ ստիպել է նրան գնալ փողոց եւ փող բերել։ Անչափահաս երեխայի նկատմամբ այս վերաբերմունքին ականատես հարևանուհին հետագայում իրավապահներին պատմել էր, որ գնացել է դպրոց իր դստերը տուն բերելու եւ տեսել է նաեւ հարևանի աղջկան, որը խնդրել է թույլ տալ բնակվել իրենց տանը, պատճառաբանելով, որ մոր ընկեր Էդիկն իրեն ծեծի է ենթարկում։ Կինը խղճացել էր աղջկան, բերել իրենց տուն եւ միաժամանակ նրա մորը տեղեկացրել այդ մասին։ Աղջիկը իրեն հյուրընկալած ընկերուհու մորը պատմել էր, որ Էդիկն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել, ստիպել զբաղվել մուրացկանությամբ եւ իր ձեռքից վերցրել գումարն ու դրանով ոգելից խմիչք գնել։ Սա է եղել պատճառը, երեխայի բողոքն է եղել, երբ որ եկավ եւ ներկայացրեց իրականում թե ինչ է եղել, թե որն է եղել պատճառը, որ ինքը լքել է իր մորը, լքել է տունը եւ գնացել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրա հետ մեր գործում եղած նյութերին համապատասխան վարվել են որպես իրենց երեխան, այդպես նորմալ վերաբերմունքի է արժանացել։ Նույնիսկ մենք նշված քրեական գործի սահմաններում ունեցանք նաև ստուգեցինք այդ փաստը, թե տեսնենք միգուցե երեխային իր ծնողներից ապօրինի բաժանել են այդ Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղ տանելու պահով, սակայն քննությունը հիմնավորվեց, որ դա այդ ամենը եղել է երեխայի ցանկությունով, ինքն է ցանկություն հայտնել գնալ Լեռնային Ղարաբաղ եւ նրա նկատմամբ որևէ բռնի գործողություններ չի եղել։ Որոշ ժամանակ անց աղջիկը սկսել է բնակվել հարևանուհու տանը, ապա մի քանի օր անց վերջինիս որդու կնոջ հետ ցանկացել է մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Գթասիրտ մարդիկ տնից իրեն հեռու տանելու երեխայի խնդրանքը չեն մերժել։ Այսպիսով փորձել են փրկել կյանքի վատթարագույն պայմաններում հայտնված աղջկան։ Այդ հարևանի տղան եւ հարսը բնակվելից են եղել Լեռնային Ղարաբաղում եւ երեխան ցանկություն է հայտնել գնալ եւ բնակվել Լեռնային Ղարաբաղում նրանց հետ։ Լեռնային Ղարաբաղում բնակվելու ընթացքում արդեն մենք օպերատիվ ճանապարհով ինֆորմացիա ունեցանք այս դեպքի մասին եւ քրեական գործ հարուցվեց, որից հետո երեխան Լեռնային Ղարաբաղից վերադարձվեց եւ արդեն քննությանը ներկայացրեց այս բոլոր փաստերը։ Էդիկ Թամազյանը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոչ միայն երեխային մուրացկանության մեջ ներգրավելու համար, այսինքն այդ շահագործման համար, այլ նաև նրան սեռական շահագործման փորձ կատարելու համար, ինչպես նաև նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նպատակով։ Իհարկե դատարանում ամբաստանյալ Էդիկ Թամազյանը փորձեց ներկայանալ իբրև սիրող եւ հոգատար հայր։ Պատմեց, որ ինքը աղջկան վերաբերվել է ինչպես իր դստերը, հայրաբար խնամել նրան։ Իհարկե եղել է, որ մի քանի անգամ հարվածել է, բայց դաստիարակչական նպատակներով։ Միայն այն դեպքում, երբ վերջինս չի ենթարկվել իրեն։ Պաշտպանական կողմը դատարանում փորձեց նաև անմեղսունակ լինելու հանգամանքով մեկնաբանել Էդիկ Թամազյանի գործած հանցանքը։ Այդ համատեքստում նրա հանդեպ մեղմ պատիժ եւ նույնիսկ արդարացում կիրառելու համար։
գործին։ Ինչ վերաբերում է այդ հոգեկան վիճակի հետ կապված հարցերին, ես պետք է նշեմ, որ երբ որ գործը քննվում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, նշանակվեց դատահոգեբուժական փորձաքննություն եւ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով նա ճանաչվեց մեղսունակ եւ այդ իսկ պատճառով դատարանի կողմից նրա նկատմամբ տեղադրական դատավճիռ կայացվեց։ Էդիկ Թամազյանը դատապարտվեց ազատազրկման 12 տարի 3 ամիս ժամկետով։ Հետագայում առաջին ատյանի վճիռը Թամազյանի պաշտպանի կողմից բողոքարկվեց վերաքննիչ դատարանում, ինչի արդյունքում սակայն որոշում կայացվեց առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ։ Այսօրինակ դեպքերը ցավոք եզակի չեն։ Այս օրերին երեխաների շահագործմանը վերաբերող եւս 2 քրեական գործ գտնվում է քննության փուլում։ Դրանցից մեկն ի դեպ արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործի տվյալներով անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել, այն էլ դարձել խորթ հոր կողմից։ 48-ամյա Ա. Թորոսյանը, ով Գազել մակնիշի երթուղային տաքսու վարորդ է, մեղադրվում է երթուղայինի մեջ իր փաստացի կնոջ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը այսօր պետական ատյաններին, իրավապահներին եւ հասարակական կազմակերպություններին դրդում է ակտիվ մասնակցություն ունենալ երեխաների իրավունքները քարոզելու, դրանց նկատմամբ հարգանք ձևավորելու, ինչպես նաեւ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու եւ պատժելու գործում։ Իդեպ քրեական օրենսգրքում երեխաներին մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելու ներգրավելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 2 հոդված կա։ Ակնհայտ է, որ շահագործման զոհ են դառնում հիմնականում խոցելի կարգավիճակում հայտնված երեխաները։ Ծնողազուրկ, աղքատ, անօթևան, հատկապես մանկատների, հատուկ հաստատությունների ուշադրությունից դուրս մնացած երեխաները, ովքեր ոչ միայն ներգրավվում են թափառաշրջիկության մուրացկանության մեջ, այլև դառնում են սեռական հանցագործությունների, տրաֆիկինգի զոհ։ Տրաֆիկինգի գործերի վերլուծությունը վկայում է, որ այդ հանցատեսակի նկատմամբ ուշադրության ու դրա նկատմամբ հետևողական պայքարի արդյունքում շահագործողները փոխել են իրենց թիրախը։ Այսօր տրաֆիկինգի հիմնական զոհերը մեր երկրում երեխաներն են, հատկապես ծնողական խնամքի կարոտ երեխաները։